Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք ամենահամեղ չրերից մեկը արքայանարնջի չիրը։ Արքայանարնջի չիր պատրաստելու համար պետք է ընտրել արքայական տեսակի, ոչ խաք, ոչ հասած, չվնասված և պոչով արքայանարինջներ։ Լավ լվանալուց հետո կտրում ենք պոչի կողքերի թերթիկները և կեղևազրկում։ Անհրաժեշտ է կեղևազրկել ծայրից դեպի պոչը դանակի սահուն շարժումով, որպեսզի չիրը գեղեցիկ ստացվի։ Կեղևազրկելուց հետո կապում ենք պոչերից այնպես, որ արքայանարինջները կախելուց հետո իրար չկպչեն, հակառակ դեպքում չորանալու ընթացքում կփչանան։ Վերջում կապում ենք կախիչ։ Մինչև չորանալու համար կախելը, արքայանարինջները 2 րոպեով մտցնում ենք եռացող ջրի մեջ, որպեսզի թուլանան և շուտ չորանան։ Արքայանարինջները պետք է չորացնել դրսում, չորանալու ընթացքը տևում է 2-ից 3 շաբաթ։ Երրորդ օրվանից սկսած մատերով սեղմում ենք, որպեսզի փափկեն և շուտ չորանան։ Սեղմելիս պետք է զգույշ լինել, որպեսզի արքայանարինջները չվնասվեն։ Ավելի ուշ էտապում մատերով սեղմելով գեղեցիկ, երկարավուն ձև կտանք չրերին։ Արքայանարնջի չիրը վերջնական պատրաստ է լինում, երբ պատվում է սպիտակ փոշով։ Եթե ցանկանում եք մինչ այդ օգտագործել չիրը, կարող եք այն պատել ալյուրի կամ շաքարի փոշու բարակ շերտով։ Արքայանարնջի չիրը անհրաժեշտ է պահել սառը տեղում։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք լայքել և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։